Ողջույն, այսօր խոսելու ենք գլխի եւ պարանոցի շրջանում առկա ուռուցքների մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Ֆանաջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սեյնյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ դիմացնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանին։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Մեր զրույցը սկսենք գլխի եւ պարանոցի շրջանում ուռուցքների առաջացումից, որ դեպքում են դրանք զարգանում մարդու մոտ։ Բարև ձեզ, նորից շնորհակալ եմ հրավերի համար։ Գլուխ պարանոցի ուռուցքաբանություն ասելով մենք հասկանում ենք մեծ անատոմիական զոնա, որը որ իր մեջ ներառում է ուրիշ անատոմիական զոնաներ, այսինքն գլուխ պարանոցում կա բերանի խոռոչ, կա դիմացնոտային զոնա, կա ակնակապիչ, կա պարանոց, կա քթի խոռոչ, հարակից խոռոչները քթի, եւ մենք այդ ասելով հասկանում ենք այդ ամբողջ զոնաների միասնությունը, որտեղ որ հանդիպում են այս կամ այն տեսակի ուռուցքներ, որոնք որ կարող են բացարձակապես տարբեր լինել իրարից։ Եթե խոսենք ախտանշաններից, բայց առանձնացնենք սկզբում գլուխ, այսինքն որ ախտանշաններն են մարդուն հուշում, որ գլխի շրջանում կա ուռուցք։ Հենց ամենասկզբից այստեղ շատ կարևոր մի հատ նրբություն ունենք, որ գլուխ պարանոցի ուռուցքաբանության մեջ չի մտնում նեյրովիրաբուժությունը։ Նեյրովիրաբուժություն ասելով հասկանում ենք արդեն գանգի խոռոչ, ուղեղի մեծ կիսագնդեր, ողնուղեղ, այդ զոնան, դա նեյրովիրաբուժության զոնան է։ Մենք զբաղվում ենք մնացած զոնաների ուռուցքներով, բացի ուղեղից։ Գլուխ ասելով մեզ համար դա արդեն գանգից դուրս հատվածներն են, այսինքն դա մաշկային ծածկույթներն են, ենթամաշկային ճարպաբջջանքը եւ այլն, դա պարզ զոնա է համեմատաբար, որովհետեւ մաշկային ծածկույթները ավելի տեսանելի են, թե բժիշկների համար ավելի հեշտ է դիագնոզելը, թե պացիենտների համար ավելի հեշտ է նկատել իրենց մոտ արտափոքվածություններ որոշակի հատվածներում։ Գլուխ ասելով հասկանում ենք այդ զոնան։ Առանձնացնելով մի քանի հատուկ զոնաներ, որոնք որ այդքան էլ հեշտ տեսանելի չեն, օրինակ բերանի խոռոչ, բերանմպան, քթի խոռոչ, քթի հարակից խոռոչներ, դրանց կլինիկական նշանները շատ տարբեր են, բայց հիմնականում կլինիկական նշանները, որը որ բոլորի մոտ համարյա առաջինն է լինում, որը որ նկատում են, այդ լինում է արյունահոսությունը եւ ցավը։ Այսինքն հիմնական երկու կլինիկական ախտանշանները, որոնք որ պետք է ուշադրություն դարձնել, ցավին եւ արյունահոսությանը։ Արյունահոսություն, այսինքն քթից։ Օրինակ քթից արյունահոսություն կարող լինի բերանի խոռոչի ինչ որ հատվածից, որտեղ կարա տեղակայված լինի ուռուցք, օրինակ լեզվի շրջանում, քիմքի շրջանում, թշի շրջանում, յուրաքանչյուր հատվածում, որտեղ որ կա խոցոտված մակերեսով ուռուցք, որը որ անընդհատ ենթարկվում է մեխանիկական տրավմայի, կարա արյունահոսել։ Եվ դա արդեն հանդիսանում է կարմիր լույս ուշադրություն դարձնելու համար։ Ասում են չէ, որ եթե թքի հետ արյուն է գալիս, դա էլ է հուշող տարբերակ։ Թուքը բերանի խոռոչում միշտ կա։ Արյունը եթե բերանի խոռոչում ավտոմատ թքի հետ խառնվելու է ու երևալու է։ Այսինքն հուշող տարբերակ է դա եւս։ Ամեն դեպքում արյունը ինքը կերևա, որովհետև նախ գույնով տարբերվում է եւ կարող է նաեւ սպეციფიկ համ ունենալ, որը որ պացիենտը կարող է նկատի բերանի խոռոչում։ Գլխացավերի դեպքում, որոնք անգամ ցավազրկող դեղորայքի միջոցով չեն անցնում։ Տեսեք, էլի կախված կլինիկական նշաններից, այսինքն եթե այդ գլխացավերը պարբերաբար են, իհարկե, պետք է ուշադրություն դարձնել այդ ամեն ինչին, որտեղ եթե գլխացավը լինում, բոլորիս մոտ լինում են գլխացավեր, այս կամ այն պատճառներով, հոգեհուզական ինչ-որ դրույթներով կամ կերծանաբեռնված գրաֆիկով, քիչ սնվելու, քիչ քնելու, այդ ամեն նախադրյալները կարան բերեն ինչ-որտեղ գլխացավի։ Ամեն գլխացավ չի, որ պետք է վախենալ, բայց երբ որ տեսնում ենք, որ այդ գլխացավերը պարբերաբար տատանվում են, շատանում են եւ ոչ մի կերպ չի լուծվում այդ հարցը, միանշանակ պետք է դիմել բժշկի, որից հետո արդեն բժիշկը հասկանա հետագա քայլերը, որոնք որ կլինեն ինչ-որ հետազոտություններ, ճառագայթային ախտորոշման մեթոդներ եւ այլն, որից հետո որ կարելի է նոր շղթել կամ հաստատել դիագնոզը, որը որ կարա տեղակայված լինի, օրինակ գլխի շրջանում, 2022 թվականին վիճակագրական տվյալներ էին հրապարակվել, համաձայն որի 2443 հոգու մոտ բերանի խոռոչի, կոկորդի, քթմպանի, քասկեղ էր հաստատվել եւ 84%-ը տղամարդիկ են կազմել։ Սա ինչով է պայմանավորված։ Շատ լավ հարց, պայմանավորված է բերանի խոռոչ, բերանմպան, քթմպանը իրար մոտ անատոմիական զոնաներն մի քիչ կա տարբերություն իհարկե իրանց այդ ուռուցքների առաջացման ոլորտի մեջ, բայց այստեղ ամենակարևոր ֆակտորը ալկոհոլի օգտագործումն ու ծխախոտի օգտագործումն է, որը որ մեր երկրում ցավոք սրտի չարաշահվում է, ու իհարկե հենց այդ տվյալներով տղամարդիկ գերազանցում են կանանց, այսինքն
սպիրտի օգտագործում են եւ ծխախոտի, ծանր ծխախոտամոլներ են կոչվում դրանք, հա, heavy smoker-ներ, ովքեր որ օգտագործում են 2 տուփ եւ ավել ծխախոտ օրեկան ու օգտագործում են 20 տարի եւ ավել, իսկ այդ Հայաստանում շատ բարդ չի գտնել այդպես պացիենտների, որ իրանք միշտ կան, իրանք ամենուր մեզ շրջապատում են, պայմանավորված է դրանով։ Երկրորդ պատճառը կարող է լինել Էպշտեյն-Բարի վիրուսը, պապիլոմա վիրուսը, հա, թմբանի ուռուցքները հիմնականում կապված են այդ վիրուսային ծագման հետ, բերանմբանին հիմնականում էլի շատ կապված են լինում վիրուսային ծագման պապիլոմա վիրուսի հետ, այդ պարագայում մի քիչ ավելի տարբերվում է իր պատճառը, որովհետև պապիլոմա վիրուսը սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների շարքից է ու հիմնականում այս ժամանակ արդեն ծխելն ու ալկոհոլի օգտագործումը կապ չունի, այստեղ երիտասարդ սերունդն է արդեն հիմնական տուժված, այսինքն պապիլոմավիրուս դրական ուռուցքները ավելի շատ հանդիպում են երիտասարդների մոտ։ Իսկ բացասական վիրուսները, պապիլոմավիրուս ավելի շատ մեծերի մոտ, որն էլ էլի պայմանավորված է վերոնշյալ բաներով, չարաշահումներով։ Ալկոհոլին եւ ծխախոտին միանում է թմրանյութը, թե դա չի ազդում։ Կան որոշակի հետազոտություններ, որ նկարագրված են որոշակի թմրանյութի տեսակներ, որոնք որ հիմնականում օգտագործվում են իսլամական երկրներում, հա, որոնք այդ թմրանյութերը լորձաթաղանթի հետ անմիջական կապ են ունենում, այսինքն թմրանյութը պարկեր, որոնք որ շրթունքի անցման ծալքում տեղադրվում են, որոնք որ օրվա ընթացքում ինչ որ անընդհատ նիկոտինի պաշար են ապահովում մարդկանց, հա, ինչ որ տենց էֆեկտ են ունենում, իրանք քանի որ անընդհատ լորձաթաղանթի հետ մեխանիկական շփման մեջ են գտնվում ու պլյուս իրանց վտանգավոր ազդեցությունը հենց այդ հատվածում շատ հավանական առաջացնեն ուռուցքներ։ Խոսենք пассив ծխողների մասին, այսինքն իրենք մեխանիկորեն հայտնվում են ռիսկի գոտում։ Պասիվ ծխողները ոչ, որովհետև պասիվ ծխողները օրական 2 տուփ ծխախոտին համարժեք պասիվ ծխող երևի չի լինի, պլյուս հենց ծխողի մոտ այդ առաջնային գոլորշին սկսում է մեխանիկորեն վնասել լորձաթաղանթին, իսկ դրանից հետո արտաշնչված ծուխ է, որը որ արդեն էական վնաս չի կարող պատճառել մեր ուռուցքներ առաջացնելու դեպքում։ Ընդհանուր օրգանիզմի երգի ազդեցություն ունի պասիվ ծխելը, բայց այս պարագայում արդեն ուռուցքային չի այդ ամեն ինչը։ Կա տեսակետ, որ ազդեցություն ունեն նաև վատ պատրաստված պրոթեզները։ Կա նման բան։ Այո, կա, ցավոք սրտի, էլի շատ հաճախ է հանդիպում դա էլի մեխանիկական տրավմաների մեջ է։ Սխալ պատրաստված ատամնային կոնստրուկցիաները, նույն պրոթեզները, կամ ատամների սուր եզրերը, որոնք որ կոտրվում են ու շատ երկար ժամանակ չեն բուժվում պացիենտի կողմից, որոնք որ անընդհատ առաջացնում են թշի, լեզվի, այդ կոնտակտային հատվածների տրավմաներ, հա, այդ ժամանակի ընթացքում, ամիսների ընթացքում այդ մեխանիկական տրավման վերածվում է խոցի։ Եվս մի քանի ամսվա ընթացքում խոցը արդեն էլի ենթարկվելով նույն հատվածում մեխանիկական տրավմայի, իր բջիջներում սկսում է առաջանալ չարորակացում եւ այդ խոցը արդեն վերափոխվում է չարորակ ուռուցքի։ Պրոթեզների դեպքում, այսինքն եթե մարդուն ցավեցնում են, իրենք չեն դիմում բժշկի, դա է խնդիրը։ Այո, որովհետեւ ցավացնում է, ցավի պատճառը վնասումն է։ Վնասվում է, ցավում է։ Պետք է դիմել, որ խնդիրը լուծել։ Որովհետև մեր ազգում շատ էլի սիրում են այդ դիմանալու process-ը, որը որ քան լավ չի, բայց այդ դիմանալը խորհուրդ չի տրվում։ Կարելի է դիմանալ մի շաբաթ ոչ ավել։ Բայց ամիսներ այդ արդեն հանգեցնում է շատ մեծ բարդությունների, որոնք որ արդեն հետո կարող են շատ դժվար լինել մեր համար այդ խնդիրները լուծելը։ Պրակտիկայում շատ է հանդիպում հենց պրոթեզի հետևանքով դժվարությունների։ Ցավոք սրտի, այո։ Կարող են տատանվել իհարկե կլինիկական դեպքերը, մեր համար ամենացանկալին իհարկե նոր վերափոխված ուռուցքներն են, որոնք որ առաջի, երկրորդ փուլ են, հա, հանդիսանում, բայց լինում են նաև դեպքեր, որ ցավոք սրտի պացիենտներ են մեզ դիմում, որոնք որ արդեն 3-րդ, 4-րդ փուլում են, ու պատճառը մենք կապում ենք այդ պարագայում պրոթեզի հետ, որովհետև իր հիվանդության պատմության մեջ չի լինում ուրիշ հստակ պատճառ, որից որ մենք կարող ենք ենթադրել, որ կարող է առաջանալ այդ ուռուցքը։ Գլխի եւ պարանոցի շրջանում ուռուցքները միանգամից են զարգանում, մեծանում, թե տարիներ է տևում։ Էլի հաշվի առնելով որ լոկալիզացիայի մասին է, որովհետև եթե մի քիչ ավելի կոնկրետ ասենք, դա իրար մեջ ներառում է դեմքի, պարանոցի մաշկը։ Պարանոցում կարելի է առանձնացնել վահանաձև գեղձի ուռուցքները,
կերակրափող ըմպանային հատվածի ուռուցքները, շնչափողի խնդիրները, այնտեղ կան մեծ անոթներ ու անցնող բավականին շատ նյարդեր, որոնք որ իրենց հերթին կարող են ուռուցքների առաջացման պատճառ լինել։ Ամեն զոնա ունի իր սպეციფიკան, այսինքն ինչպես մենք գիտենք, Վահանաձև գեղձի ուռուցքները մինչև 100% բուժվում են ու շատ երկար են իրենք առաջանում ու շատ երկար կարող են նաև կլինիկական նշաններ չունենալ, բայց կան ուռուցքներ, ձեր նշածներից օրինակ թմբանի ուռուցքը, որը որ շատ արագ կարող է զարգանալ ու շատ ագրեսիվ կարող է լինել կամ բերանի խոռոչինը կամ համապատասխան զոնայից կարելի է ենթադրել, այսինքն եթե կա ուռուցք ակնակապճում, ուռուցքը մեծանալով սեղմելու է պատերին ու ակնագնդի շարժի է բերելու, որը բերելու է երկտեսության, կամ նայած եթե սեղմում է օրինակ ակնային նյարդին, տեսողական նյարդին, այդ ժամանակ կարող տեսողական խանգարումներ լինեն, այսինքն զոնա սպეციფიკություն մենք ունենք այս պարագայում, կան ագրեսիվ ուռուցքներ, կան ագրեսիվ զոնաներ, միանշանակ բոլորը նույն պրիզմայով չի կարելի նայել, պետք է ուղղակի առաջնային հասկանալ ուռուցքը որ հատվածից է, կատարել համապատասխան հետազոտությունները, հասկանալ արդեն հետագա քայլերը։ Նախապես մարդիկ կարող են հետազոտություն կատարել եւ շուտ բացահայտել։ Այս պարագայում մենք օգտագործում ենք ինչ-որ սկրինինգային մեթոդներ, այսինքն ինչ է այնց ներկայացնում։ Սովորական ապահովագրության այդ սահմաններում բոլոր մարդիկ լավ կլինի, որ Հայաստանում նույնպես, որ գնում է այդ ամեն ինչին, որ լինելու է, անցնեն պարտադիր տարին 2 անգամ պոլիօրգան կատե հետազոտություն, որի ժամանակ, երբ որ նկատվի որոշակի անատոմիական տարբերություններ, նորմայից շեղումներ, այդ ժամանակ այդ զոնան հետազոտվի ավելի կոնկրետ։ Կամ եթե մենք խոսում ենք էլի այս զոնաների մասին, որը որ պացիենտը կարող է ինքը իր աչքով տեսնել, ուղղակի պետք է տեսնելուց դիմել համապատասխան բժիշկին։ Կամ ունենք sense տարբերակ, երբ որ մենք քանի որ չենք հանդիսանում առաջնային օղակ, պացիենտների ընդունել ուռուցքաբաններս, մեր պացիենտները կոնկրետ գլուխպարանոցի շրջանի առաջի զոնան իրանք ստոմատոլոգներն են, ովքեր որ կարող են հայտնաբերել այդ ուռուցքները եւ օրինակ պոլիկլինիկայի ուռուցքաբանները, որոնք որ կարող են արդեն ճիշտ ուղղորդել։ Այսինքն պացիենտի ուշադրությունը եւ առաջնային օղակի բարձր ինֆորմացվածությունը կարող բերի բավականին մեծ, եթե ոչ կանխարգելման, կարող է բերի վաղ հայտնաբերման։ Իսկ վաղ հայտնաբերումը մեր մասնագիտության մեջ շատ կարևոր դեր ունի, որովհետեւ հետագայում պացիենտի ապրելիությունը, ապրելության ժամկետները, վիրահատության ծավալը, բուժման ծավալը եւ հետագա կյանքի որակը ուղիղ կապ ունեն այդ ամեն ինչի հետ։ Դեպքերի մեծամասնությունը որ փուլում է հայտնաբերվում։ Մեր դեպքերի մեծամասնությունը 3-րդ ու 4-րդ փուլերում են հայտնաբերվում, դրանք տեղային տարածված ուռուցքներն են կամ արդեն հեռակա մետաստազավորված ուռուցքները, որոնք որ հատուկ բուժում են պահանջում, արդեն հատուկ ուշադրություն են պահանջում։ Առաջի 2 փուլերում հնարավոր է ընդհանրապես բուժումը ավարտել միայն վիրահատական միջամտությամբ, որը որ իրանից շատ մեծ բարդություններ չի ներկայացնի, փոքր ծավալ, կարճ հետ վիրահատական շրջան, լավ կյանքի որակ, իսկ ուշ փուլերում արդեն այդ ամեն ինչը բարդանում է։ Այսինքն անցնում են քիմիոթերապիա, այնտեղ ճառագայթային թերապիա, քիմիոթերապիա, այսինքն այն բոլոր հնարավորությունները, ինչը որ կա ժամանակակից ուռուցքաբանության մեջ։ Վերջերս մի գիտական հոդված է ընթերցում, որտեղ նշվում է, որ ամեն օր մեկ բաժակ սուրճը կամ թեյը օգնում են խուսափել հատվածում ուռուցքների առաջացումից։ Կա նման բան։ Չեմ կարծում։ Մեր ազգը շատ սուրճամոլը ազգ է ու մեր ուռուցքային ինդեքսը կիչներ 0, եթե սուրճը կանխարգել էր ուռուցքի առաջացումը, ես կարծում եմ շատ չգիտեմ ով արել հետազոտությունը ոնց, բայց պետք է վերահետազոտել, ինձ թվում է։ Շատ է խոսում նաև արևի ճառագայթների ազդեցությամբ պայմանավորված ուռուցքների աճի մասին, որքանով է հավանական դա։ Արևի ճառագայթների մեջ կան ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք որ ազդեցություն ունեն ուղիղ մաշկի վրա ու իրանք խթան են հանդիսանում որոշակի տեսակի ուռուցքների առաջացման մեջ։ Այդ ուռուցքներն են օրինակ մելանոման, տափակ բջջային քաղցկեղը, բազալ բջջային քաղցկեղը, որոնք որ ավելի հաճախ հենց հանդիպում են այն զոնաներում, որոնք որ բաց զոնաներ են, այսինքն իրենք միշտ ջորի տակ չեն, որոնք որ անընդհատ
գտնվում են ճառագայթների ուղիղ ազդեցության տակ։ Ձեռքերը, դեմքը ամենահաճախ հանդիպող հատվածներն են։ Դեմքի վրա էլի կան հաճախակի հանդիպող հատվածներ, օրինակ ստորին շրթունքը, որովհետև ճառագայթի անկյան տակ ստորին շրթունքը ավելի հարմար դիրքագրավում ճառագայթ կլանելուց, քան օրինակ վերին շրթունքը։ Ու արևի ճառագայթներից հանդիսանում է, կա նաև սենց փաստ, որ ինչքան բաց է մարդու մաշկի գույնը, հա, կա Ֆիցպատրիկի կլասիֆիկացիա, որը 6 մասի է բաժանում մարդկանց մաշկի գույները, ամենասպիտակից մինչև ամենամուգ մաշկը, եւ ամենամեծ հավանականությունը, որտեղ որ կառաջանա ուլտրամանուշակագույն ճառագայթով պայմանավորված մաշկի ուռուցք, հանդիսանում են առաջին ու երկրորդ դասերը, որոնք որ ամենաբաց մաշկերն են, որոնք որ հիմնականում հանդիպում են հյուսիսային ժողովրդի մոտ, այսինքն սլավոնական ժողովուրդը, սկանդինավյան ժողովուրդը, իրանց մոտ են հանդիպում։ Բայց Հայաստանում սովորություն չունեն, չէ՞, արևապաշտպան քսուկներ շատ օգտագործել, հատկապես տղամարդիկ։ Հատկապես տղամարդիկ, հա։ Այսինքն ավելի շատ իրենց մոտ է հանդիպում հիվանդությունը։ Ինձ թվում է ավելի շատ պայմանավորված է մարդու կենսակերպով դա։ Կախված մարդու կենսակերպից։ Հստակ չի կարելի այդպես բաժանել, ինձ թվում է տղամարդ կանանց մաշկային գոյացությունների մեջ, որովհետև մաշկի գույնը սեր կախյալ խնդիր չի։ Այստեղ մաշկի գույնն է մաշկում մելանոցիտների քանակային բան ավելի կարևոր, քան ուրիշ ինչ-որ ֆակտորներ, դրա համար ավելի շատ կենսակերպի հետ կարա կապ ունեն, այսինքն մարդիկ, ովքեր որ աշխատում են դաշտերում ու օրը մոտավորապես 8 ժամ ուղիղ արևի ճառագայթների ներքո իրանց աշխատանքն է ուղղակի պարտադրում իրանց, իհարկե հավանականությունը ավելի բարձր է, քան այն մարդկանց, ովքեր որ աշխատում են օրինակ փակ տարածքներում։ Մեզ մոտ բուժման բոլոր եղանակները կիրառվում են եւ կան անհրաժեշտ սարքավորումները, որովհետեւ գիտենք, որ հաճախ են, չէ, արտերկիր մեկնում բուժման համար։ Հաճախ էին մեկնում, հիմա էլ ցավոք սրտի ինչ-որ տոկոս կա, որը որ մտածում են, որ Հայաստանում բժշկությունը այն մակարդակի վրա չի, որ կարող է իրենց սպասարկել, բայց մենք ունենք երևի ամեն ինչ, ինչը որ կա արտերկրներում օգտագործվում է, թե օգտագործման ձևը, թե տեխնիկական այդ միջոցները, այդ ամեն ինչով հագեցված է մեր երկիրը։ Ու թե քիմոպրեպարատները, հա, թե ճառագայթային թերապիայի ապարատները, թե վիրաբույժների հմտությունները, թե տեխնիկական գործիքային, հա, կազմը համապատասխանում է ստանդարտին, որը որ կարելի է հասնել լավ արդյունքների։ Վերջնական բուժում բոլոր հիվանդությունների դեպքում հնարավոր է, թե այսինքն դա տարիներ է տևում։ Պաթոլոգիաների ժամանակ կարելի է հասնել շատ երկար արդյունքի, երբ որ պացիենտը դիմում է առաջին ու երկրորդ փուլերի ժամանակ, ոնց որ նշեցի ես։ Այսինքն այդ ժամանակ մենք կարող ենք որոշ մեծամասնությունում մենք կարող համարենք, որ խնդիրը լուծված է։ Իհարկե միանգամից այդ որոշումը չեն կարող կայացնել, այդ որոշումը կարող են կայացնել գոնե մի քանի տարի հիվանդին հետազոտելուց ու մշտապես դինամիկ հսկողության տակ պահելուց հետո, այսինքն 5 տարի գոնե, որից հետո որ կարելի է արդեն պացիենտին համարել ապաքինված։ Ավելի ուշ փուլերի ժամանակ այդ տակտիկան չի գործում, որովհետև երրորդ, չորրորդ փուլերում ուռուցքները շատ մեծ հավանականություն ունեն թե մետաստազավորվելու ուրիշ տեղ, այսինքն չորրորդի C փուլում արդեն ուռուցքը մետաստազավորված է հեռակա զոնա, այսինքն դա կլինի թոքեր, դա կլինի լյարդ, ներքին օրգաններ որոշակի, հա, այդ ժամանակ պացիենտին չեն կարող համարել ապաքինված։ Հնարավոր են ռեմիսիայի շրջաններ, այսինքն որոշակի լուսավոր շրջաններ, որի ժամանակ որ պացիենտի ինքնազգացողությունն է ավելի լավանում, իր ընդհանուր կարողությունները, թե իր սոցիալական վիճակը, հոգեբանական վիճակը ավելի ստաբիլանում են, բայց այդ ժամանակ մեկը պացիենտին համարել ապաքինված անհնար է, որովհետև պացիենտի մոտ ներկա պահին լինում է ուռուցքային ախտահարում կամ նույնիսկ եթե մետաստազավորված չի հեռակա օրգաններ, այլ ունենք ինչ-որ միտեղ տեղային տարածված ուռուցք, որ վիրահատությունով, հետագա քիմիոճառագայթային բուժումով փորձում ենք իրան ճնշենք ու հավանականությունը կչացնենք մենք տեղային կրկնության եւ այլն, այդ պացիենտները պետք է միշտ մնան հսկողության տակ։
ու շատ ուշադիր լինեն իրանց օրգանիզմում յուրաքանչյուր փոփոխությանը։ Կա վիճակագրություն, այսինքն ըստ սեռի եւ տարիքի ու մոտ է հաճախ հանդիպում այս կամ այն հիվանդությունը։ Իհարկե, բայց հաշվի առնելով, որ հիվանդությունները շատ են ու շատ տարբեր են, թվելը մի քիչ երկար կտևի, բայց իհարկե կան, օրինակ այդ նույն բերանի խոռոչը հանդիպում է ոնց որ ասեցի տարիքով ավելի մարդկանց մոտ, ովքեր որ ունեն կյանքի այդ ծխելու ալկոհոլի օգտագործելու տարիների փորձ, երբ որ ունենք վիրուսային ծագման ինչ-որ գոյացություններ այդ ժամանակ արդեն երիտասարդների մոտ է լինում պապիլոմավիրուս դրականը ավելի շատ երիտասարդների մոտ է լինում, կան ուռուցքների տեսակներ, որոնք որ սեռ չեն ճանաչում, վահանաձև գեղձի ուռուցքները հիմնականում լինում են կանանց մոտ, ավելի ուռուցք սպეციფիկ է այդ ամեն ինչը, էլի։ Օրինակ գլխի ուռուցքների դեպքում արտաքին ինչ նշաններ են, որ կարող են հուշել խնդրի մասին։ Հիմնականում, եթե գլխի զոնային է վերաբերվում, իհարկե հնչոր գոյացություններ, նաև մազերի մեջ կարող են մարդիկ ինչ-որ ժամանակ առ ժամանակ շոշափել որոշակի անհարթություններ, որոնք որ կարող են արդեն հետո դիմել բժշկին համապատասխան ու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը, այսպես ասած։ Բայց դե այդտեղ կա չէ տարբերակում, որ ճարպագունդ կարող է լինել եւ այլն, այսինքն միանգամից միանգամից այստեղ ավելի շատ գլոբալ իմաստը տարբերակել բարորակ եւ չարորակ գոյացությունները, որովհետեւ իրանք կատեգորիկ տարբեր բուժում են պահանջում։ Թե վիրահատական եւ թե հետագա կարող է պետք լինի ուրիշ, թե հետազոտությունները, թե բուժումները։ Դրանք տարբեր են լինում, որ ավելի լավ է մա տարբերել բարորակ եւ չարորակը, հետո արդեն մտածել բուժման մասին։ Ինչ վերաբերում է գլխի ուռուցքներին, դրանք միանգամից եւ կտրուկ են զարգանում, այսինքն մեծանում։ Էլի կախված է բարորակ եւ չարորակ լինելուց։ Բարորակ ուռուցքները զարգանում են շատ դանդաղ տարիների ընթացքում, մեծանալով տարեկան կարող է 1-2 մմ ընդամենը, չեն ցավում, ոչ մի կլինիկական նշաններ չկա։ Հիմնականում բորբոքվում են։ Բորբոքվելուց հնարավոր է ինչ-որ ցավ, բայց պարտադիր չէ որ մշտական լինեն։ Չարորակ ուռուցքները ավելի սկզբից իրանք ավելի արագ են զարգանում, ավելի արագ են մեծանում, ավելի շատ են կլինիկական նշանները, արյունը, ցավը, շրջակա հյուսվածքների այդ կարմրությունը կարա խոսա դրա մասին, կարա խոսա ուռուցքային ինֆիլտրացիայի մասին։ Ամեն դեպքում ինչին պետք է մարդիկ ուշադրություն դարձնեն խուսափելու համար խնդիրներից։ Պետք է առաջին ուշադրություն դարձնել անատոմիական փոփոխություններին այդ զոնաներում, այսինքն արտափքված գոյացություններ, շոշափելը, տեսնելը, դա իր հերթին եւ երկրորդը ցավային եւ արյունահոսություններից, որոնք որ արդեն աչքի համար, պացիենտի աչքի համար անտեսանելի զոնաներում կարող են տեղակայված ուռուցքների ցուցաբերումներ լինել։ Անցած տարվանից մենք միացանք մի շարժման, որը որ հենց վերաբերվում է կոնկրետ գլխի պարանոցի քաղցկեղի իրազեկմանը, ու այդ շարժումը իրանից ենթադրում է եվրոպական մոտավորապես 20 երկրի, պլյուս Եվրոպայից դուրս մի քանի երկրի մեջ կատարվող իրադարձությունների շղթա, որոնք որ հենց օրինակ մեր այսօրվա զրույցը եւ նմանատիպ որոշակի գործողություններ, որոնք որ մեր պացիենտներին կարող են իրազեկել այս ամեն ինչի մասին, ու անցած տարվա տվյալներով, որոնք որ հրապարակվեցին տարվա վերջին, մոտավորապես 8.5 միլիոն պացիենտ, գլոբալ մարդ, որոնք որ կարող են հետագայում դառնալ պացիենտներ, իրազեկվել էին այս ամեն ինչի մասին, այսինքն այդ շարժումը շատ կարևոր է, որը որ արդեն Հայաստանն է մասնակցում, էլի շատ կարևոր է, կարելի է ստանալ ավելի մեծ մասշտաբներ, ավելի մեծ էֆեկտներ ու այդ ընթացքում հուսով եմ պացիենտների քանակը, որոնք որ վաղ կհայտնաբերեն իրենց ուռուցքները, ավելի շատ կլինի ու կարիք չի լինի հետո ավելի ծանր բուժում ստանալ, ավելի հեշտ կլինի։ Հիշում եք ամենաբարդ վիրահատությունը, որը կատարել եք։ Բարդ վիրահատությունները իհարկե շատ են, բայց կան վիրահատություններ, որոնք որ առանձնապես հիշելի են մեր համար։ Բարդ անատոմիական զոնաներում աշխատելուց պետք է ուշադիր լինել կյանքի համար կարևոր անատոմիական միավորները չվնասելուց, այսինքն այդ կարող են լինել ներքին քնային զարկերակները պարանոցի վրա, կարա լինի թափառող նյարդը, որը որ հենց ներքին քնային զարկերակի հետ հավասար պարանոցում են գտնվում, այնտեղ կա ներքին լծային երակ, որը որ շատ մեծ երակ է, բայց իհարկե ինքը ավելի քիչ բարդություններ է իրենից ներկայացնում վնասումը, քան քնային զարկերակի ու թափառող նյարդինը, հենց այդ
կարող եմ հիշել բարդ վիրահատություններից, որը որս վերջերս է կատարվել մեր կենտրոնում, հազվադեպ հանդիպող ուռուցքների շարքից քնային զարկերակի բիֆուրկացիայի պարագանգլիոմա, տենց է կոչվում դիագնոզը, որ երիտասարդ աղջկա մոտ երկկողմանի, որ ավելի հազվադեպ է հանդիպում գոյացություններ, կատարեցինք մեր դիմացինոտային վիրաբույժ Ղազանչյան Սերգեյի հետ միասին, հաջող անցավ երկու վիրահատություն էլ կատարեցինք, պացիենտը արդեն դուրս է գրվել, բայց այդ ապրումները, որ վիրահատության ժամանակ են, որը կարող է պացիենտի կյանքի վրա շատ մեծ հետք թողնի եւ այն խնդիրները, որոնք որ ներվիրահատական պետք է շատ արագ լուծեն ու արագ չլուծվելու դեպքում հնարավոր է կյանքի պացիենտի կյանքին վտանգ սպառնա, այդ արդեն բարդերի շարքին է, միանգամից դասում այդ վիրահատությունը։ Ինչի հետևանքով էր այդ վիճակում հայտնվել, այսինքն ժառանգական է, թե ինչ-որ այդ ուռուցքները ժառանգական ֆակտոր իհարկե ունեն, բայց պարտադիր չի, որ ամեն պակալենիայում իրանք հայտնվեն։ Իրանք խեմոռեցեպտորներ են, որոնք որ հենց գտնվում են այդ քնային զարկերակի երկատման շրջանում, որոնք որ արյան մեջ թթվածնի պարունակությունն են ստուգում դեպի ուղեղ բարձրացող, ունեն մի քանի ֆունկցիաներ, իրանք ծայրամասային նյարդաթելերի ոնց որ կծիկ է այդ հատվածում շատ փոքրիկ, որը որ կարող է ինչ-ինչ պատճառներով բարորակ վերափոխվի բարորակ ինչ-որ գոյացության ու մեծանա չափսերով եւ անատոմիական դիրքը իր հանգեցնի վերջնական վիրահատական մեզնից կախված լինի արդեն վիրահատել իրան, որովհետեւ ավելի մեծանալու դեպքում կարող են բարդ կլինիկական նշաններ արդեն արտահայտվել, գանգուղային նյարդերի ֆունկցիայի խանգարում կարող առաջանալ, ճնշման կտրուկ տատանումներ կարող են առաջանալ, ու ցանկալի է հնարավորինս շուտ լուծել այդ խնդիրը։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն։ Մենք զրուցում ենք Ֆանաջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սեյնյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ դիմացինոտային վիրաբույժ Հայկ Բաբայանի հետ։